Հինգշաբթի կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը վերածվեց մի ամբողջական քաղաքական օրակարգի ամփոփման, Սփյուռքից եկող ներդրումներից մինչև Մոսկվայի հետ հարաբերություններ, գազի գին ու սահմանադրություն։ Նախ ներդրումների մասին վերջին տարիներին Սփյուռքից Հայաստանի Հանրապետություն ներդրումների էական ակտիվացում է նկատվում, ընդգծում է Փաշինյանը, բայց մի կարևոր բայց կա։ Եվ այսօր բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց վերապահում են Սփյուռքի անունից խոսալ, ընդհանրապես Սփյուռքի մարդու մարդկանց հետ ոչ մի կապ չունեն, այսինքն ինչ որ գրասենյակներ կան, խմբեր կան, ովքեր ակումբներ կան, ովքեր տենց իրանց վերապահում են Սփյուռքի անունից խոսալ։ Ընդհանրապես ես ուզում եմ պաշտոնապես ասել, որ այդ մարդիկ ընդհանրապես Սփյուռքը չեն, իրանք Սփյուռքից են անհերքելիորեն, բայց իրանք Սփյուռքը չեն։ Բայց միաժամանակ հստակ գիծ է քաշում Սփյուռքի որոշ շրջանակներ իր ձևակերպմամբ լուսանցքային են եւ էական ազդեցություն չունեն։ Հայաստանի կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ընդհանրապես ավելի կոշտ ու ավելի քիչ գործ է ունենալու եւ ի վերջո ընդհանրապես գործ չի ունենալու։ Ոչ ոք ամբողջ Սփյուռքի անունով չի խոսում, Սփյուռքը ուրեմն դարբեր շերտեր ունի, դարբեր շրջանակներ, դարբեր գառույցներ եւ դա հասկանալի է, բայց դաշնակցությունը շատ էական թերագադարություն է ունեցել Սփյուռքի գազագերբությունների համախմբման առումով։ Շարունակելով արտաքին քաղաքականության թեման, Մոսկվայից վերջերս վերադարձած երկրի ղեկավարը պատրաստվում է հունիսի երկրորդ կեսին կրկին հանդիպել Պուտինի հետ։ Նրա խոսքով ներկայում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում եւ ինքն այդ process-ը գնահատում է դրական։ Ավելին, շեշտում է, թե բարեկամական երկխոսությունից դուրս չեն գալու եւ շարունակելու են այդ ճանապարհով։ Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Երբ կգա անհամատեղելիության պահը, մենք կկայացնենք ժողովրդի հետ որոշումներ։ Քանի դեռ այդ պահը չի եկել, ես որևէ լրացուցիչ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ռուսական կողմի վերբալ հակազդեցությունը կարծեք թե ստիպել է իշխանություններին այս փուլում գոնե թե նախընտրական ժամանակահատվածում գնալու հռետորաբանության մեղմացման։ Իհարկե ասել, որ սա կվերածվի արտաքին քաղաքական գծի, ես չէի շտապի, ընդհակառակը կարծում եմ սա ոչ թե արտաքին քաղաքականության մասին է, այլ սա ներքին քաղաքականության մասին է եւ լիովին տեղավորվում է նախընտրական հռետորաբանության մեջ։ Լրագրողների ուշադրության կենտրոնում նաև ռուսական գազի գնի հնարավոր թանկացումներ։ Ինչ կանի Հայաստանը այդ դեպքում։ Փաշինյանը մեկ պատասխան ունի։ Շվեյկը ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա գալիս եք եթե։ Իսկ եթե չլինի, ինչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են, որ եթե լինի, ինչ է անելու կառավարությունը։ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ելի ուզում եմ ասել, որ ամեն դեպք պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել։ Վերջերս հատկապես Հայաստանում շատ են խոսում տնտեսական փոխկապակցվածության եւ այլնի մասին, իբրև թե սա լուրջ քաղաքական լծակ է, որպեսզի չլինի երկրների միջև հակամարտություններ եւ այլն, սա լավագույն ապացույցն է, որ տնտեսական եւ էներգետիկ փոխկապակցվածությունը ոչ միայն տալիս է անվտանգության երաշխիքներ, այլ ընդհակառակը ստեղծում է լրացուցիչ ռիսկեր։ Սա այդ ռիսկերից մեկն է, որ դոմինանտ պետությունը ունի լծակներ քո վրա ազդելու։ Սա իրական լծակ է եւ այդ այս կամ այն պարագայում բնականաբար կկիրառվի։ Խոսելով սահմանադրության ու ներքաղաքական հարցերի մասին, Փաշինյանն ասում է, որ սահմանադրությունն ընդունելու միայն մեկ տարբերակ կա, դա համաժողովրդական հանրաքվեն է։ Նա բացառում է նոր սահմանադրություն ընդունելու որևէ այլ հնարավորություն։ Միաժամանակ անդրադարձել է նաև գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ իր հայտարարությանը, պնդելով, որ այնտեղ որևէ սպառնալիք չի եղել։ Կարծում եմ, որ որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու
Եվ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։ Եվ վերջում պատասխանելով լրագրողի հարցին, որ եթե չընտրվի վարչապետ, որտեղ է հայտնվելու բանտում, Փաշինյանը պատասխանել է, որ իր կյանքում բոլոր հնարավոր տեղերում եղել է եւ իրեն ոչ մի բանով չեն զարմացնի։